Այսօրվա իմ պատգամս վերնագրել եմ այսպես. առանց կրակ ծուխ չի լինում։ Ով կմտնի երկնքի արքայություն, ով է արժան Աստծո ներկայությանը, ով է փրկված, ով կարող է վայելել հավիտենական երջանկությունը եւ ում են անվանում երանելի, միայն նրանց, ում սիրտը մաքուր է։ Առաջի դարում կային կրոնական կուսակցություններ, փարիսեցիները եւ սադուկեցիները։ Փարիսեցիները մեծ նշանակություն էին տալիս արտաքին ծիսական բաներին, ձեռքերի, ամանների, անկողինների, լվացումներին։ Տալիս էին տասանորդ անանուխից, չամանից, սամիթից։ Նրանք համարում էին, որ դա մեծ բան է, որ դա հաճեցնում է Աստծուն։ Նրանք համարում էին, որ դա արդարության չափանիշ է իրանց արածը։ Եվ ամեն մանրունքի մեջ այդպես մանրանում էին ցույց տալու, որ տեսեք մենք ինչքան հավատացյալ ենք, ինչքան արդար ենք։ Բայց նրանք ուշադրություն չէին դարձնում ներքին եւ կարեւոր բաներին՝ սիրուն, ճշմարտությանը, ողորմությանը եւ հավատքին։ Երբ մարդիկ նայում էին փարիսեցիներին, այն կարծիքին էին, որ այս առաջնորդները սուրբ եւ արդար են, որ կարողանում են անգամ չամանից էլ տասանորդ տալ։ Եվ հանկարծ Հիսուսի խոսքերը սուրբ համարվող փարիսեցիներին եւ օրինականներին։ Վայ ձեզ, Մատթեոս 23-րդ գլուխ 27-28 համարներն է։ Վայ ձեզ կեղծավորներ, նման եք կրով սպիտակացված գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծությունով։ Նույնպես դուք մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ եւ անօրենությամբ։ Մի բան, որ արտաքինից մաքուր ու արդար էր երևում, բայց Հիսուսը այդ հավաքված մարդկանց, որ այդպիսի կարծիք ունեին այդ փարիսեցիների կամ սադուկեցիների մասին, հանկարծ Հիսուսն ասում է վայ ձեզ կեղծավորներ։ Աստծո հոգով լցված մոր որովայնից եւ նրա ծրագրերը իրականացնող ամենամեծ մարգարեն քարոզում էր, որ կացինը դրված է ծառի արմատին։ Եվ բարի պտուղ չբերող ծառը կկտրվի։ Փարիսեցիները եկան նրանից մկրտվելու, բայց նա նրանց չմկրտեց։ Հիշում եք։ Եկան փարիսեցիները, որ Հովանես մկրտչից մկրտվեն։ Իսկ Հովանեսը այսօր մենք լինենք, ասենք, «Վայ, այս ինչ լավ է, մարդիկ եկել են մկրտվելու, ոնց չմկրտենք իրանց»։ Ախր իրանք եկել են, որպեսզի փրկություն ունենան, գալիք բարկությունից ազատվեն։ Բայց Հովանեսը ասեց՝ «Իժերի ծնունդներ, ով ձեզ զգուշացրեց, որ գալիք բարկությունից փախչեք։ Գնացեք ապաշխարության արժանավոր պտուղ բերեք» եւ չմկրտեց։ Այն չի, որ արտաքինից է երևում, այլ այն է կարևոր, թե ինչ կա ներսում։ Նույն պատգամը տվեց Հիսուսը ասելով, եկեք կարդանք միասին Մատթեոսի ավետարան 12-րդ գլխի մեջ։ Մատթեոս 12-րդ գլուխ 33 խոսքից։ Եթե ուզում եք լավ պտուղ ունենալ, ծառը առողջ պահեք, իսկ եթե ծառը լավ չպահեք, պտուղն էլ վատ կլինի, որտեղ ծառը իր պտուղից է ճանաչվում։ Իժերի ծնունդներ, ինչպես կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք, քանի որ բերանը սրտի մեջ եղածից է խոսում։ Բարի մարդ իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդ իր սրտի չար գանձից չարիք։ Ասում եմ ձեզ, դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որտև քո խոսքերով պիտի դատեն քեզ կամ քեզ արդարացնելու կամ դատապարտելու համար։ Մենք տեսնում ենք նույն կարծես պատգամը Հիսուսի մոտ։ Հիսուսը նորից նրանց անվանեց իժերի ծնունդներ։ Հիսուսը նորից ասեց ծառը բարի արեք եւ պտուղը բարի կլինի։ Կարծես Հիսուսը մատը ավելի խորքն էր դնում։ Այն չի կարևոր ինչ արտաքինից երևում, այլ կարևոր այն ինչ որ ներքինում է գտնվում։
Ամեն մարդ իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Եվ միշտ նա ճիշտ է, այտենց է թե չէ։ Այտենց է։ Միշտ մարդը կարծում է, որ ինքը ճիշտ է։ Քանի դեռ չի հանդիպել այն անձին, որը ճշմարտությունն է։ Եվ այն անձին, որ լույսն ու սրբությունն է։ Երբ որ մենք հանդիպեցինք այն անձին, որը ճշմարտությունն է, լույսը եւ սրբությունը, այդ ժամանակ մենք հասկացանք, որ մենք ամենամեծ մեղավորներն ենք։ Մինչև այդ մեծ կարծիք ունեինք մեր մասին։ Բայց հենց նրա լույսը եկավ մեր կյանքի մեջ, հասկացանք, որ մենք խավար ենք։ Այն մեծ կարծիք ունեցողի կարծիքը փշրվեց։ Մի ասացվածք մենք ունենք, ուզում եմ ձեզ հիշեցնել եւ շատ անգամներ կիրառում ենք սա։ Քո սրտի չափով Աստված քեզ տա։ Ո՞վ է կիրառում այս ասացվածքը։ Ո՞վ է ասում սա։ Գիտեք, երբ ենք մենք այս ասացվածքը ասում, այն ժամանակ, երբ որ մեզ բարիք են անում, չէ՞։ Ինչ որ մի մարդ ինձի լավ բան արել, լավ գործ արել, լավ բարիք արել, ինձ ու ասում եմ, Աստված քո սրտի չափ քեզ տա։ Բայց եկեք մի փոքր զգուշանանք այս ասացվածքը կիրառելուց։ Այսօր ուզում եմ մի բան սովորենք, ինչպես կարելի է օրհնել։ Եկեք այսպես չասենք, այլ ասենք այսպես. թող Աստված իր սրտի համեմատ քեզ տա։ Գիտեք ինչու, որովհետև Աստծո սիրտը միշտ ներող է, լավն է, լայնն է, բարի է, սուրբ է։ Եվ ինքը գիտի ինչքան տա մեզ, այնքան տա մեզ, որ մենք մեզի չկորցնենք։ Բայց հակառակը Երեմիայի 17-րդ գլխի 9-10 համարներում ասում է, իսկ մարդու սիրտը մանկությունից ի ծնե չար եւ խաբեպա է։ Մարդու սիրտը չար եւ խաբեպա է։ Երբ որ ես ուզում եմ օրհնեմ իրան, ասեմ քո սրտի չափ քեզ տա, ես չգիտեմ այդ մարդը ինչ սրտով արեց ինձ։ Միգուցե սրտի մեջ ուրիշ բաներ կային, ուրիշ խորհուրդներ կային, որ նա ինձ արեց։ Պատկերացնում եք, իմ օրհնությունը կարա անհետք դառնա այդ մարդու համար։ Դրա համար ես մտածում եմ, որ լավ կլինի, որ մենք ասենք թող Աստված իր սրտի համեմատ մեզ տա։ Բարդ Տիրոջը։ Ինքը ողորմած եւ օրհնյալ Աստված։ Մենք մարդիկս նայում ենք երևույթին եւ արարքներին։ Սկսում ենք այսպես դատել եւ եզրակացություն ենք կազմում մարդկանց արարքների։ Իսկ Աստված այդպես չի նայում։ Մենք նայում ենք ասում ենք, ինչ լավ մարդ է։ Այս ինչ բարի մարդ է։ Ինչի՞ց իմացար, որ այդ մարդը բարի մարդ է։ Ինչա որ մի հատ բան տվեց քեզ կամ մի հատ բան արեց դրա համար է բարի մարդ։ Մենք նայում ենք շատ անգամներ արարքներին։ Սամուելը եկավ ու տեսավ Եղիաբին ու ասեց. «Էսա, հենց էսա թագավորը որ կա»։ Աստված ասեց. «Չէ, ես իրան անարգել եմ»։ Դուք մարդիկդ, դա գրված Առաջի Թագավորաց 16:7-ում։ Դուք մարդիկդ նայում եք կերպարանքին, դուք մարդիկդ նայում եք դեմքին, դուք մարդիկդ նայում եք երևույթին, բայց ես Աստվածս նայում եմ ավելի խորքը, ես նայում եմ մարդու սրտին։ Այդպես մեկը չկա, որ ծածկվի Աստծուց։ Աստված նայում է մարդու սրտին։ Ինչ է նշանակում սիրտ։ Արդյոք այս այն օրգանն է, որ բաբախում է արյուն մատակարարելով։ Ոչ, Աստվածաշունչը սիրտ է անվանում մեր էությունը, անց լինելը եւ ավելի քան նկարագրում է մարդու մտածելակերպը։ Այո, նրա մեջ են մեր էմոցիաները, մեր որոշումները։ Առակաց 23:7-ում ասվում է. ինչպիսին մարդու մտքերն են, այնպիսին էլ նա է։ Իմաստասերն ասում է, որ զգուշանանք սրտին, որտև այնտեղից է կյանքի ելքը։ Սիրտը կյանքի աղբյուրն է, որը որոշում է, թե մարդը ինչպես է ապրելու։ Վերջով այդպես է, դա չէ սիրելիներ։ Քո մտածելակերպը, քո միտքը, քո որոշումները, քո զգացումներն են որոշում, թե քո առօրյան ոնց դու կանցկացնես։ Շատ մարդիկ ունեն շատ սուղ մտածելակերպ, եւ այդ սուղ մտածելակերպի պատճառով իրանց կյանքը դառնում է դժոխք։ Շատ աղքատիկ մտածելակերպ ունեն, դրա համար էլ այդ աղքատիկ մտածելակերպի պատճառով ինչքան գումար ունեն, գնում են շուկա, առնում են ամենաէժան խնձորը։
Որովհետև իրանց մտածելակերպը շատ փոքր է, շատ աղքատիկ է։ Ասում ես լավ, շատ գումար ունես, կարաս թանկ բան առնես, լավ առնես, համով առնես, ճոխ առնես, խես են որտնած առե։ Որտև դա է ժանը։ Սա մտածելակերպն է։ Այսինքն մեր սիրտն է շատ անգամներ սրտից է դուրս գալիս այդ որոշումները, այդ մտքերը եւ մենք շարժվում ենք, մեր կյանքը շարժվում ենք այդպես։ Մենք ենք որոշում գանք թե չգանք, մենք ենք որոշում պաշտենք թե չպաշտենք, մենք ենք որոշում անենք թե չանենք այս գործը, մենք ենք որոշում։ Ուզում եմ կարդալ ձեզ Սաղմոս 51-ից, տեսեք Դավիթը հասկացել էր սա, որ իր փչացած սիրտը չի կարող, իր կեղտոտ սիրտը չի կարող իրան առաջնորդել եւ տանել կյանքի, չի կարող իրան հարստացնել, չի կարող, որ ինքը խաղաղություն ունենա այդ սրտով։ Ուզում եմ միասին կարդանք 51 Սաղմոսից առաջինից 10 համարները։ Ողորմիր ինձ, ով Աստված, դու որ այնքան ողորմած ես, քո անսահման գթությամբ ներիր իմ հանցանքները։ Ինձ ամբողջությամբ մաքրիր իմ անօրենությունից եւ սրբիր ինձ իմ մեղքերից։ Գիտեմ, հանցան գործեցի, մեղքս մտքիցս բնավ չի ելնում։ Քո միայն քո դեմ մեղանչեցի, Տեր, գործեցի այն, ինչ որ չարիք ես նկատում։ Ուստի արդար ես, ինչ վճիռ էլ որ արձակես, իրավացի ես, ինչ պատիժ էլ որ սահմանես։ Արդարև, անօրեն եմ իմ ծնունդիցս ի վեր, մեղավոր եմ մորս հղիության պահից սկսած, սակայն դու Տեր, որովհետև մարդու սրտի մեջ ճշմարտություն ես ուզում տեսնել, ծածուկ կերպով իմաստությունդ հայտնեցիր ինձ։ Ուստի ներումից ցողով սրբիր ինձ, եւ ես կմաքրվեմ։ Լվա ինձ, եւ ես ձյունից ավելի մաքուր կլինեմ։ Ցնծությունն ու ուրախությունը վերադարձրու ինձ, եւ տառապած ոսկորներս կցնծամ։ Նկատի մի առ մեղքերս, ներիր բոլոր հանցանքներս։ Մաքուր սիրտ հաստատիր իմ մեջ, ով Աստված, նոր եւ ուղիղ հոգի դիր իմ ներսում։ Դավիթը հասկացել էր, որ Աստծուն հաճելի է միայն մաքուր սիրտը։ Հաճելի են մաքուր արարքները, հաճելի են մաքուր աղոթքները, հաճելի են Աստծուն, մաքուրն է հաճելի Աստծուն։ Դրա համար էլ աղոթում էր, ասում էր, որ իմ սիրտս մաքուր արա, մաքուր սիրտ հաստատի, ճշմարիտ սիրտ հաստատի։ 73 Սաղմոսի մեջ Ասապը, տեսեք ինչ է ասում, առաջի խոսքի, 73 Սաղմոս առաջի խոսք, իրոք որ Աստված բարի է իր ժողովրդի հանդեպ, շատ անգամներ կարդում ենք, ասում ենք, ալելույա, Տերը բարի է իր ժողովրդի հանդեպ, Տերը բարի է մեր հանդեպ, բայց շարունակությունը չեն կարդում, տեսեք ինչ է գրած շարունակության մեջ, նրանց, որոնք սրտով մաքուր են, ուրեմն ում հանդեպ Աստված բարի, ում հանդեպ Աստված ողորմած, բարի, մտերիմ, մոտիկ, Ասապն ասում է նրանց, ում սիրտը մաքուր է։ Սա շատ լուրջ հայտարարություն է, որ անում է Ասապը։ Եվ դնում է շեշտը սրտի մաքրության վրա։ Կարող ենք հանդիպել մարդկանց, որոնք բարեպաշտ, կրթված, ազնիվ են, եւ կարծես իրենց կյանքում ոչ մի վատ բան չեն արել։ Հանդիպել ենք այդպիսի մարդիկ։ Մեկը կասի ես էի այդ մարդը։ Հնարավոր է։ Բարձրյալի հռչակումը, որ չկա արդար մեկը, բոլորն են խոտորվել, վերաբերվում է բոլորին։ Համաձայն ես։ Աստծո ասում է, ինչքան էլ դու բարեպաշտ լինես, ինչքան էլ կրթված ընտանիքում մեծացած լինես, ինչքան էլ լավ կրթություն ստացած ու բարեհամբույր լինես, մեկը Աստվածաշունչն ասում է, որ չկա արդար մեկը, բոլորն են մեղանչե եւ զրկվել են Աստծո փառքից։ Ուզում ասի Աստծո խոսքը, չկա սրտով մաքուր մեկը։ Այդ է ուզում ասի։ Չկա։ Գիտեք ինչպես կեղտով բեռնավորված նավն է խորտակվում, այնպես էլ ոսկեով բեռնավորված։ Երկուսն էլ կարող են խորտակվել։ Աստվածապաշտություն է պետք բարեպաշտությունից առավել։ Եվ քո արարքները պիտի որոշեն մաքուր շարժառիթները, որոնք բխում են Աստծուց։ Դու կարող ես բարեպաշտ ես, հարց, իսկ աստվածապաշտ ես։
որովհետև Աստված ուզում է մեզանից, որ մենք աստվածապաշտ լինենք։ Նա իրավունք ունի ուզելու, որտև նա է երկինք եւ երկիր ստեղծող թագավորը։ Եվ թագավորը իրավունք ունի իր ստեղծածներից պահանջելու, ցանկանալու, ուզելու, որ նրան պաշտեն մաքուր, նրան պաշտեն, երկրպագեն, օրհնեն, գովաբանեն, նա իրավունք ունի։ Սաղմոս 19-ի մեջ Դավիթը նորից շարունակում է 14 խոսքում։ Իմ խոսքերն ու սրտիս խորհուրդները թող ընդունելի լինեն քեզ Տեր, իմ վեմ եւ իմ փրկիչ։ Ասում է իմ խոսքերս եւ իմ սրտի խորհուրդները։ Խորհուրդները բարձանում են մեր սրտի մեջ։ Շարժառիթները մեր սրտի մեջ են եւ այդ շարժառիթները դրդում են մեզ արարքներ անելու։ Շարժառիթը նաև հոմանիշը շարժառիթի դրդապատճառն է։ Դրդապատճառ։ Չկա մի ծուխ, եթե կրակ չլինի։ Չի կարող արարք լինել, եթե չլինի շարժառիթ։ Շարժառիթներն են որոշում, թե դու ինչ արարք կանես։ Դու կարող ես լավ արարքներ ունենալ, բայց դրանք հաճելի են ասում, հարցրել ես։ Երբևիցե հարցրել ես, թե ես ինչ որ անում եմ, հաճելի է Աստծուն, թե ոչ։ Մեր կարծիքով մենք լավ բան ենք անում, բարի ենք անում, բայց հարց հաճելի է Աստծուն, թե ոչ։ Հիմա կասես, խի վատ բանը հաճելի է, հաճելի չի Աստծուն։ Հեսա մի քանի բաներ նայենք իրար հետ միասին տեսնենք։ Շատ մարդիկ են եղել, ովքեր մտածել են, որ ծնկաչոք բարձրանալը Վատիկանների աստիճաններով եւ երբ որ ծնկերից արյուն դուրս գա, դա հաճելի կլինի Աստծուն։ Բայց երբևիցե հարցրել են այդ մարդիկ. Քեզ հաճելի է, որ իմ ծնկերից արյուն գա։ Քեզ հաճելի է, որ ես իմ մարմինը այսպես տանջեմ։ Հաճելի է քեզ։ Կամ աղոթել են շաբաթական 2 անգամ ծոմ պահելով, տասանորդ տալով եւ այլ լավ բաներ արել մարդկանց, օգնել, բարեգործություն անել, աղքատներին կերակրել։ Կամ քո անունով դևեր հանեցինք, մարգարեություն արեցինք, հիվանդների բժշկեցինք։ Հաճելի էր Աստծուն։ Եվ գիտեք մի ձայն եկավ. Ես ձեզ չեմ ճանաչել։ Տեր Աստված, ախր ես մարգարեացել եմ, ախր ես բժշկություններ եմ արել քո անունով, ախր ես դևեր եմ հանել, ախր ես 2 անգամ ծոմ եմ պահել շաբաթական, տասանորդ եմ տվել, բարիք եմ արել մարդկանց, ու մեկ էլ հանկարծ ձայն, ես ձեզ չեմ ճանաչել։ Ինչու Տեր։ Ինչու չես ճանաչել։ Որտեւ որ դու ասում էիր, ես շաբաթական 2 անգամ ծոմ եմ պահում եւ սրան նմանել չեմ։ Ես չէի նայում քո արարքներին, ես նայում էի քո սրտին, նայում էի, թե դու ինչի ես դա անում, նայում էի, թե դու ցույց տալու համար ես անում, նայում էի, թե դու փառավորվելու համար ես անում, նայում էի, թե դու անօրենություն ես անում, քո փառքի համար ես անում, եւ մնացած բաներ ես նայում էի քո շարժառիթներին, թե դու ինչի ես անում դա։ Դու ինչ չես կարող խափես, Աստված ասում է։ Մարդը ինչքան էլ բարի ձևանա, մեկը չի կարող խափի Աստծուն, որովհետև Աստված մեր բջիջներն էլ է քննում։ Մեկն է, որից չեն կարող մենք ծածկվենք։ Մի փոքր ուզում եմ խոսել մեր շարժառիթների մասին, որովհետև դրանք մեր սրտից են եւ մեզ արարքների են դրդում։ Արարիչը ունի իր օրենքները, նրա թագավորությունը ունի իր սկզբունքները, եւ ամեն բան չի, որ մեր ուզածով պիտի անենք։ Մենք պիտի հարմարվենք արքայության օրենքներին եւ ոչ թե հարմարացնենք մեզ։ Եթե իրական դու ուզում ես լինել երկնքի արքայության մեջ, եթե իրական դու ուզում ես Աստծո հետ հավիտենություն անցկացնել, ուրեմն դու պիտի ենթարկվես Աստծո օրենքներին։ Ես պիտի ենթարկվեմ Աստծո օրենքներին։
Գիտեք, Քրիստոսի հետևից գնալու դժվարությունը նրանում չի, թե հալածանք ենք մենք կրում, կամ նեղություններ ու պակասություններ ունես դու, որ ասում ենք, վայ, էսի նեղ ճամփեն, չէ, դա չի։ Դա չի։ Դժվարությունը գիտեք որտեղ է կայանում, որ ես իմ եսս խոնարհացնեմ, ես իմ վրայով անցնեմ, իմ անձս ուրանամ, այս է դժվարությունը։ Եթե Հիսուսի եւ նրա ավետարանի համար հրաժարվում ես քո սիրած բաներից, քո սեփական նախասիրություններից եւ շահերից, կարող ես քեզ անվանել քրիստոնյա։ Հիսուս Քրիստոսի միջոցով ունենք նոր կյանք, նոր մտածելակերպ, նոր զգացումներ, նոր Տեր եւ Թագավոր, ունենք նոր սիրտ, սուրբ նրա համար։ Եթե ես ինձ քրիստոնյա եմ համարում, ապա ուշադրություն պիտի դարձնեմ իմ ներսը, ուշադրություն պիտի դարձնեմ իմ սրտին, արդյոք ես իմ եսս խոնարհացնում եմ նրա հետևից գնալու թե ոչ։ Գիտեք, սա դժվար է։ Այն որ ասում էր նեղ դռնով ներս մտեք եւ նեղ ճանապարհով, հենց սրա մասին էր խոսքը, որ քրիստոնյան պետք է կարողանա իր անձը խոնարհացնել Հիսուսի հետևից գնալու։ Գիտեք, անձը խոնարհացած մարդուն են հալածանքը բան, դրանք երկրորդական բաներ են։ Այն նեղությունը հաց կլինի տունը թե չի լինի, դրանք երկրորդական բաներ են, որովհետև անձը խոնարհացած մարդիկ, ովքեր հետևում են ու Քրիստոսի աշակերտներն են, ամեն բանում կախում ունեն նրանից, եւ ամեն առավոտ սկսում են նրանով եւ վերջացնում են նրանով, ամեն բանում հարցնում են նրա կամքը, եթե իրական ես քրիստոնյա եմ, ուրեմն պիտի գնամ իմ անձի վրայով։ Դու այսօր որ չես կարողանում ներել, դու այսօր կարող քո եղբորը չես կարողանում իր արարքը ներել, նշանակում է դու քո եսի վրայով չես կարողանում անցնել, չես կարողանում խոնարհացնել քո անձը, չես կարողանում հասկացի մի բան, որ քո ամենամեծ հանցանքները Տերը ներել է քեզ, այն փոքրը, որ քո եղբայրը քո դեմ արել է, դու պարտավոր ես ներելու ուղղակի, պարտավոր ես։ Եթե սա չարեցիր, ուրեմն դու ուղղակի լոկ կրոնավոր քրիստոնյա ես, մի հատ քրիստոնյա կուսակցություն։ Քրիստոնյան նա է, ով աշակերտ է Քրիստոսին, ով վերցրած խաչը, ով անձը ուրանալով գնում է իր ճանապարհը։ Ես այսպես եմ հասկանում ավետարանից եւ իմ անձս խոնարհացնում եմ ավետարանի առաջ եւ ասում եմ Տեր, ես ուզում եմ այսպես ապրել, ես ուզում եմ դառնալ իրական քրիստոնյա։ Մի ասա ես քրիստոնյա ազգի մեջ եմ։ Մի ասա ես ծնվել եմ քրիստոնյա, դա այդպես չի։ Քրիստոնյա չեն ծնվում, սիրելիներ, չեն ծնվում ուղղակի քրիստոնյա։ Քրիստոնյա դառնում են այսպես, Քրիստոսի աշակերտը լինելով ու հետևելով։ Եթե Հիսուսի միջոցով ես ունեմ նոր զգացումներ, նոր մտածելակերպ, որ Հիսուս ինձ վերստին ծնունդ պարգևեց եւ դարձրեց նորը, հներն անցան եւ ամեն բան նոր է, եւ այդ նոր էության մեջ, եւ այդ նոր սրտի մեջ, այդ սուրբ առանձնացած Աստծո համար, այնտեղ պիտի լինեն սուրբ շարժառիթներ։ Ինչ է մեզ մնում հավատացյալներից, մեր բոլոր շարժառիթները մաքուր լինեն նրա առջև, բխած Աստծո խոսքից եւ նրա սիրուց։ Երբևիցե քեզ հարցրել ես, ինչու ես գնում Աստծո տուն։ Որպես ինչ ես եկել այստեղ անելու։ Եվ հիմա նայիր քո սրտին եւ տես։ Այստեղից բոլորը երևում են աստվածապաշտ, միայն Տերը գիտի քանիսն են այստեղ եկել իրեն պաշտելու։ Բոլորը փայլում են, գեղեցիկ, լավ, սենց։ Բայց իրականում Տերը գիտի, թե հիմա դու ուր ես, մտքերովդ, քնած ես թե արթուն, լսում ես իր խոսքը, թե փնփնթում ես մտքի տակ։ Մի քանի պատճառներ, թե ինչու մարդը կարող է գալ Աստծո տուն, այս պատճառներից ես ինքս իմ մեջ տեսել եմ, դրա համար գրել եմ։ Եթե այսօր հանկարծ տեսնես այս պատճառները քո մեջ, վերջում կգաս Տիրոջ առաջ ու կասես Տեր, ես ուզում եմ իմ շարժառիթները փոխվեն։ Ես եկել եմ, որ բժշկվեմ կամ էլ պարտքերից ազատվեմ։ Ես եկել եմ, որովհետև այստեղ լավ երաժշտություն կա եւ ինձ խաղաղ եմ զգում։ Ես եկել եմ, որ աղջիկ գտնեմ, ամուսնանամ։ Ասում են հավատացյալ աղջիկները համեստ են։ Ես եկել եմ իմ բիզնեսը զարգացնեմ, եկեղեցում շատ ժողովուրդ է,
կառնեն իմ ապրանքները։ Ես եկել եմ, որտեվ ինձ այստեղ գնահատում են, հարգանքով են իմ նկատմամբ, իսկ տանը ես ոչ ոքի պետք չեմ։ Ինձ զորով են բերել այստեղ։ Ես եկել եմ ուղղակի տեսնելու, թե ինչ է կատարվում այստեղ։ Ես եկել եմ քննադատելու այս մարդկանց հովվին, սխալներ բռնելու եւ ի ցույց դնելու աշխարհին։ Ես եկել եմ Աստծո տուն նրան հանդիպելու, տալու իմ նվերը, նրան մեծարելու որպես թագավորի, որ մեկ շաբաթ էլ կյանք տվեց ապրելու եւ շտկելու կյանքս։ Շատ կար, որ կարող ենք մենք ասել պատճառները, ինչու։ Գիտեք, բժշկվելը սխալ չի, պարտքերից ազատվելը սխալ չի, ամուսնանալը սխալ չի, սխալ չի քո ապրանքը քո քույր եղբայրներին տալը սխալ չի, բայց եթե դրանք կանգնած են առաջի տեղում քո կյանքի մեջ, սա սխալ շարժառիթ է։ Այստեղ այն տեղը չի, որովհետև այդ թվարկածների մեջ ոչ մի տեղ Աստված չկար։ Ես եկել եմ սա ունենալու։ Լավ, բժշկվեցիր, նրանք ովքեր եկել են ուղակի բժշկվելու, մյուս անգամ էլ չեն գա, որտեղ իրաց նպատակը բժշկվելն էր։ Կամ պարտքերիցդ կազատվես, մյուս անգամ էլ դու չես գա։ Կամ էլ կամուստանաս, հետո Տերը քեզ գրավիրի երկին կասես կնիկ եմ առե չեմ կարա գամ։ Կամ էլ կասես արդ եմ առե պիտի եթամ տեսնեմ։ Ավտո եմ առե պիտի գնամ փորձեմ։ Եվ այսպես չես գա։ Ճշտեք ու նայեք ձեր, ես էլ ինձ եմ ասում իմ շարժառիթները, թե ես ինչու եմ եկել այսօր Աստծո տուն։ Եթե իրականում ես եկել եմ նրան հանդիպելու, եթե ես հավատացյալս հավատում եմ, որ նրա մեջ է կյանքը, ես հավատում եմ, որ ինքն է ամենակարողը, ես հավատում եմ, որ նրանից է բխում ամեն ինչ, եթե ես եկել եմ նրա առջև երկրպագելու, նրան մեծարելու, նրան օրհնելու, երբ որ նրա գավազանը կմեկնվի ինձ, այդ ժամանակ կիրականանա։ Առանց նրա ինչ ենք ուզում։ Երեք ես հավատացյալներ եմ հանդիպել, որ երկինքն էլ են առանց Հիսուսի պատկերացնում։ Առանց Հիսուսի երկինք չկա, կյանք չկա։ Գիտեք ինչի այսպես ասեցի, որտեղ նրանք հավատում են, որ իրանք երկինք են գնալու։ Ու ամբողջ իրանց փափագը այնտեղ տուն ունենալն է, երկնքում ինչ-որ, բայց նրանք, ովքեր Քրիստոսի հետևից են գնում, նրանք ասում են, երկնքում ելնենք, բիսեդկա էլ լնի, Տիրոջ հետ ելնենք, նստարան էլ լնի մենակ, Տիրոջ հետ լինենք, չնայած ավելին ալնելու մեր պատկերացրածից։ Գիտեք, մեր շարժառիթները մեզ մղում են արարքներ անելու, եթե սուրբ է այդ շարժառիթդ, մաքուր կլինի քո արարքները։ Իսկ եթե վատն է քո շարժառիթը, շահամոլականն է քո շարժառիթը, ուրեմն քո արարքներն էլ այդպիսին կլինեն։ Երևույթից դրանք կարող են չզանազանվել, բայց մի փոքր ժամանակ անց դրանք հաստատ երևալու են։ Առաջին հայացքից չի երևում, թե դու ինչի ես եկել, բայց քանի որ քո շարժառիթը մաքուր չի, արարքներիցդ երևալու է։ Գալու է մի օր դու ասելու ես, սաղ սուտ է, Տերը չբժշկեց ու թողեց կգնաս։ Գիտես ինչի, որովհետև քո շարժառիթը մաքուր չէր Տիրոջ առաջ գալու։ Առաջինը դու պիտի հասկանաս, որ դու եկել ես նրա տուն։ Սիրելի քույր եղբայրներ, մենք եկել ենք ամենակարողի տունը։ Երբ որ մենք հավաքվել ենք 2-ից 3-ից ավել նրա անունով, իր խոսքի համաձայն ինքը ներկա է եւ ներկա է իր տան մեջ։ Հիմա մենք հավատանք թե չհավատանք, սա այսպես է։ Հավատացողները իրանք ապացուցվում են։ Չհավատացողները այդպես էլ գալիս են չոր ու չոր գնում են։ Եթե մենք հավատում ենք, որ նրա առաջ ենք եկել, ուրեմն մեր վարքագիծն էլ համապատասխան պիտի լինի թագավորի առաջ։ Եթե թագավորի առաջ ենք եկել, մեր նվերն էլ համապատասխան պիտի լինի։ Մեր երկրպագությունն էլ համապատասխան պիտի լինի։ Գիտեք, հələ չմտած մարդը կանգնում է աղոթքի ու սկսում է. Տեր, սրա կարիքն ունեմ, Տեր, նրա կարիքն ունեմ ու գնաց։
Թագավորի առաջ գալուց սկզբից կարիքը չեն ասում։ Թագավորի առաջ գալուց սկզբից գովության, օրհնության խոսքերն են ասում։ Ասում են դու բարձրյալ ես, արդար ես, իմաստուն ես, ճշմարիտ ես դու։ Հետո դրանից հետո նվերն են տալիս թագավորին։ Իրանց նվերն են տալիս թագավորին, որը որ մենք անում ենք։ Եվ նվերի երկրպագության են խոնարհման ժամանակ, որ դու խոնարհվել ես թագավորին։ Մեն ժամանակ դու իրավունք ունես խոսալու քո խնդիրը ներկայացնելու, երբ որ թագավորը քեզ կարտոնի։ Դու ասեցիր, գոհացար, նվերը տվեցիր, հիմա թագավորը խոսում է քեզ, հիմա բան ասում թագավորը քեզ, երբ որ քեզ կարտոնի վերջում ասելու, քո խնդիրդ վերջում կասես թագավորին։ Բայց հիմա թագավորի խոսալու ժամանակն է, եւ դու պիտի լսես։ Ու գիտեք ցավը որն է, հենց վերջում, որ պիտի մեր խնդիրը բերենք թագավորի առաջ, որ ինքը պատասխան տալու ենք ու գնում ենք։ Հենց քարոզը բրծնում է մի անգամից, հովիվն ասում է արեք առաջ, տենում ենք 20-30 հոգի հետ են գնում։ Առաջը ստեղ է ժողովուրդ, ընդեղ չի։ Բեմի մոտ։ Սա դու քո վերաբերմունքն ես ցույց տալի թագավորին, վայ այնքան վրազ եմ, սուտա չեմ հավատում, կներեք ժողովուրդ ջան, եթե ես գնայի թագավորի մոտ, իմ հեռախոսս կանջատեի, ես ամեն բանից գետաձգվեի, կուշանայի ուրիշ հանդիպումից, բայց թագավորի առաջ կլինեի միջև վերջ։ Կներեք չեմ ջղայնացած, ուղղակի երբ որ զգում եմ, որ սրա մասին պետք է ասեմ, դրա համար ասում եմ, մեր այսօրվա արարքը վերաբերմունքը ցույց է տալիս մեր ներսը, ժողովուրդ։ Դու կարաս հովիվին անարգես, արհամարես, դու կարաս քարոջիցին արհամարես, բայց մեկը կա այստեղ։ Ժամանակ չունեմ քո համար արտահայտությունը, դա Աստծո համար չի։ Պատկերացրա դու խնդրի մեջ ելնես ու Աստված հանգարց քեզ ասի, ես քո համար ժամանակ չունեմ։ Չենք ուզենա, չէ, այդ խոսքը լսենք, բայց չենք մեր վերաբերմունքով մենք ցույց տալիս, որ մենք քո համար ժամանակ չունենք։ Հետո կանգնես, ալելույա, ալելույա, Տերը կասի, զզվում եմ քո ալելույայից։ Ու տենց ասում է, լիքը տեղեր Եսայեն ասում է, զզվում եմ, ականջներս փագում եմ ձեր աղոթքներին։ Որովհետև ձեր խոսքերն ու ձեր կյանքը չի իրար հետ համապատասխան։ Մարդու կնիկ կային, ունեին լավ հողամաս, վաճառեցին, ցանկացան գումարի մեկ մասը տալ եկեղեցում, իսկ մեկ մասը տարան ու պահեցին։ Եվ իրար հետ պայմանավորվեցին, որ այս ինչ որ տալիս ենք Աստծուն, ամբողջն է։ Եվ այս արարքը դարձավ նրանց համար մահվան պատճառ։ Դա Անանյան ու Սափիրան էին, Գործք առաքելոց 5-րդ գլուխ։ Մարդու կնիկ, եթե իրանց շարժառիթը մաքուր լիներ եւ նրանք բերեին ասեին, սա մեր հողամասի կեսն է, մենք վաճառել ենք, զոհաբերում ենք Աստծո տանը, զոհաբերում ենք եկեղեցուն, ապա օրհնված կլիներ իրանց արարքը։ Ինչ չար շարժառիթ։ Ինչ ուզում եք դուք էլ ցույց տայք, որ դուք էլ եք զոհաբերող։ Ցույց տաք, որ դուք էլ եք Այն ինչից որ դուք օգտվում եք, դուք էլ եք մաս ու բաժին կազմում։ Թե մտածում եք այն պահածը նեղորվա համար է, որ հանգարց այս կռուժոկը քանդվի, այս կլուբը։ Մենք գնանք ընդ փող ունենանք, կարողանանք ապրենք։ Սա անհավատություն էր։ Սա վիրավորանք էր Աստծուն, սա խաբել էր նշանակում Աստծուն։ Եվ Պետրոսն ասեց. Ինչ էր որ միաբանվեցիք իրար հետ մարդ ու կնիկ եւ դուք խաբեցիք ոչ թե մարդկանց, այլ Աստծուն։ Խի Աստծուն խաբել կլինի ժողովուրդ։ Եկեք իրար հետ միասին միտեղ կարդանք Եբրայեցիների 4-րդ գլուխ 13 խոսք։ Եվ չկա մի արարած, որ Աստծո տեսողությունից վրիպի։ Նա ամեն բան տեսնում է պարզ ու հստակ, իր ամբողջ մերկությամբ, եւ մենք նրան ենք հաշիվ տալու։
Չկա տենց արարած, որ կարողանա թաքուն բան իր սրտի մեջ մտածի ու Աստված չիմանա։ Դրա համար էլ ամեն օր մենք մեր սիրտը ջրի պես թափում ենք Աստծո առաջ։ Ասում ենք Տեր, սա եմ ես, օգնիր ինձ, ազատիր ինձ, փրկիր ինձ, ողորմիր ինձ։ Երբ որ դու չես ծածկում, այլ թափում ես քո սիրտը Աստծո առաջ, ասում ես մաքրիր ինձ, թող իմ շարժառիթները սուրբ սրտից դուրս գան, եւ ինչ որ ես անում եմ, դու տեսնում ես, եւ ոչինչ ծածկված չի քեզանից։ Ես մի հարմար բան եմ իմ համար որդեգրել։ Ինչ եմ ասում հարմար, որովհետև սա ճշմարտությունն է։ Ամեն անգամ մի գործ, մի բան, մի քայլ անելուց ես մտածում եմ, ինչի համար եմ ես սա անում։ Կարանք չէ մտածենք, ինչի համար եմ ես սա անում։ Ես կանգնում եմ, ինձ ասում են, եկեք կանգնենք աղոթքի։ Կանգնեցինք, ինչի համար եմ ես աղոթում։ Ինչի համար եմ ես երգում։ Ինչի համար եմ ես բարեգործություն անում։ Եվ եթե այդ ինչի համարի պատասխանը մաքուր է, արա, հավատքով արա, առանց երկմտելու արա, լիարժեք արա, եթե դա ունի մաքուր ակունք։ Բայց եթե քննում ես ու տեսնում ես, որ այնտեղ շահադիտական բան կա, ես սա անում եմ, որտև շահ կա, սա կեղտոտ շարժառիթ է։ Ընդհանրապես Աստծո հետ հարաբերություն ունենալու սերելիներ, պիտի մեր շարժառիթը մաքուր լինի, շահադիտական պիտի չլինի։ Մենք Աստծո հետ երբևիցե պիտի չմտնենք այն հարաբերության մեջ, որ ես սա անում եմ, որ դու էլ դա անես ինձ։ Ոչ, ես սա անում եմ, որտև պարտք եմ քեզ Տեր։ Պարտք եմ մի հավիտենություն, պարտք եմ իրան։ Եվ եթե մենք այս պարտքի զգացումով անենք խոնարհված իր առաջ, որ ես պարտք եմ ու ես երախտագետ եմ, ինչ որ Աստված արել է իմ համար, ու ես առանց շահի եմ անում սա, Աստված գնահատելու է սա քո արածը։ Ես գիտեմ, որ Աստված երբեք պարտքի տակ չի մնում, որովհետև իր խոսքի մեջ կա սա։ Ով որ աղքատին փող է տալիս, նա Աստծուն է տալիս։ Այսինքն Աստված երբեք պարտքի տակ չի մնում։ Եվ Աստված ուզում է մեզ օրհնի, բայց պիտի տեսնի այն քո մաքուր շարժառիթը։ Հակոբոսը 4-րդ գլխի 1-4 համարներում ասում է ցանկանում եք ու չունեք, որտեվ չեք խնդրում, կամ էլ ասում է որովհետև չարաչար եք խնդրում, որ ձեր ցանկությունների մեջ բանասնեք։ Այն խնդրածը, որը չար շարժառիթով է խնդրած, համարում է չեք խնդրում, դա խնդրանք չի։ Այն որ դու խնդրում եք, դա խնդրանք չի, եթե շահադիտական ցանկություններից է։ Եթե անկեղծ լինենք, կտեսնենք մեր աղոթքների մեծամասնությունը մենք շահադիտական աղոթքներ ենք անում։ Եվ երևակայի մեծամասնությունն է այդպես։ Ինձ սա լինի, ինձ համար լավ լինի, իմ ընտանիքի համար լինի, իմ պահապանության համար լինի։ Գիտեք, լավ աղոթք կա սա, բայց սա պիտի չշարժի ինձ։ Հարուստ լինեմ, ավտո ունենամ, սա պիտի չշարժի ինձ։ Որովհետև Հիսուսը մեզ մի բան էր սովորեցնում. ամեն բանից առաջ խնդրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ մնացածը ձեզ կտրվի։ Մնացածը ավտոյի մասին չէր, տան մասին չէր, մնացածը մինիմալ հագնելու, ուտելու, խմելու մասին էր։ Բայց Հիսուսը մեզ սովորեցնում, ասում է հեթանոսների նման մի աղոթեք։ Երբ որ աղոթքի եք կանգնում, ձեր շարժառիթները մաքուր պիտի լինի, դու պիտի փնտրես նրա արքայությունը եւ նրա արդարությունը, առաջինը հոգեվորիտ մասին մտածի, առաջինը նայի քո իրավիճակին, քո հոգեվոր վիճակին, որքանով ես դու համբերող, որքանով ես դու ներող, որքանով ես դու սիրող, որքանով ես կարող ծածկես, որքանով ես կարող խաղաղության մթնոլորտ պաշտպանես, դու սրա մասին առաջինը խնդրի ու մտածի, իսկ մնացած ֆիզիկականը, մարմնավորը Աստված հոգ կտանի քո համար։ Հավատում ենք, որ հոգ կտանի։ Ռուբիկ եղբայրը
այս միաբանության գարնանային համաժողովում ասեց. ժողովուրդ, Աստված կա, հավատանք, որ Աստված կա, եթե Աստված կա ու իմ հաշիվը նրա հետ է, իմ գործը նրա հետ է, ես նրա ծառան եմ, ծառան չի մտածում, թե ինքը ինչ պիտի ուտի ու հագնի, որովհետև Տերը նրա համար հոգ է տանում։ Այս հավատքը պիտի ունենանք սերներ, եւ այս հավատքը բխում է Աստծո խոսքից, որովհետև Հիսուսն ասէ, ես հավատում եմ, որ Հիսուսի բոլոր խոսքերը ճշմարտություն են եղել։ Եվ ճշմարտություն են։ Հիմա էլ այսօր մեզ փոխելու համար։ Մի առաջին անգամ կյանքիս մեջ գնացի աղոթքա ժողով։ Ես այդ ժամանակ ասեմ ձեզ, այսպես վառ չէի խոսում, վառ չէի աղոթում, չգիտեի այտենց Աստծո մասին ուղղակի լսել էի։ Գնացի աղոթքա ժողով ընկերոջս հետ։ Եվ այդ առաջնորդ աղոթքա ժողովի ինձ մեզ ասեց դուք վերջում աղոթք կբարձրացնեք Աստծուն։ Ընկերս պիտի աղոթեր, վերջում էլ ես աղոթեի։ Ընկերս սկսավ, ում ամենակարող Աստված, բարեգութ, ողորմած, երկնքի երկրի արարիչ, ինքը սենց աղոթեց, հերթ եկավ հասավ ինձ, ես այդպես բառեր չգիտեի։ Նայում եմ ներսս, ասում եմ, ախր բառ չկա ներսս, ինչ ասեմ Աստծուն, ասի, փառք ես, ալելույա, ամեն։ Երբ որ երևույթին նայեք, դուք կմտածեիք, սա ուժեղ հոգևոր Աստծուն պաշտող մեկն է, սա մեկն է, որը ոչինչ չկարողացավ Աստծուն ասեր։ Ես էլ մտածեցի, ինձնից հավատացյալ դուրս չի գա։ Սկի երկու բառ չկարացի կպցնեմ, Աստծուն մեծարեմ։ Բայց Աստված տեսնում էր իմ շարժառիթը։ Տեսնում էր, որ ես անկեղծ եմ իրան աղոթում երկրպագում։ Ես մնացի հավատքի մեջ, իսկ ընկերս չմնաց։ Աստված մարդու արտաքինին չի նայում, Աստված մարդու ներքինին է նայում։ Եվ եթե ներքինին է նայում, մենք կարիք չունենք ուրիշներին բան ցույց տալու։ Մենք կարիք չունենք ուրիշներին ցույց տալու, որ մենք ուժեղ Աստվածապաշտ ենք, սուպեր հոգևորներ ենք։ Մենք կարիք ունենք իր առաջ ապրելու։ Թող մարդիկ ինչ կարծիք ուզում են կազմեն մեր մասին, դա չի կարևոր, կարևորը թե նա ինչ կարծիք կազմի մեր մասին։ Ուզում եմ Եփեսացիների 4:22-ից կարդալ ձեզ։ Պողոս առաքյալը Եփեսացիս թղթի մեջ ցույց է տալիս, որ ամեն մեկը իր անձի շահը պիտի չփնտրի։ Եվ եթե մեր շարժառիթները մաքուր են, ապա մեր շահը պիտի լինի Աստծունը եւ մեր շահը պիտի լինի մեր կողքինինը։ Եթե ես մտածում եմ, որ իմ կողքինին լավ լինի, քանց թե ինձ, սա հաճելի է Աստծուն։ Եթե ես մտածում եմ Աստված փառավորվի, քանց թե ես, սա հաճելի է Աստծուն։ Եվ Աստված այսպիսի խոնար մարդկանց է բարձրացնում։ Եթե փափուկ տեղ ես նստած ու տեսնում ես կողքինը 4 տեղ է նստած, ասում ես արի նստի այստեղ, ոչինչ, ես 4 տեղում էլ կլնեմ, չեմ մեռնի։ Դու քո անձի շահը չես փնտրում, այլ Աստծունը։ Ուզում եմ կարդալ Եփեսացիներ 4 գլուխ 22-ից 32 խոսքերը։ Ուստի մոռացեք ձեր հին ինքնությունը, այսինքն ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, ինձ, իմ համար, մոռացեք, ասում է Պողոս առաքյալը, այն ինչ որ դու ապրել ես աշխարհում, որ քո համար է եղել, հիմա մոռացի, որ ինձ չեն գնահատում, մոռացի, որ ինձ փառք չեն տալիս, որ ինձ չեն, մոռացի դրա մասին, ասում է, մոռացի քո հին ինքնությունը, վերանորոգվեցեք հոգով փոխելով ձեր մտածելակերպը, եղեք նոր մարդ ստեղծված Աստծո պատկերի համաձայն եւ ճշմարիտ կյանք ապրեցեք արդարությամբ ու սրբությամբ։ Հետևաբար հրաժարվեցեք ստախոսությունից, ամեն մարդ թող ճշմարտություն ասի իր ընկերոջը
Ինչպես ասում է Մարգարեն, որովհետև միացած լինելով Քրիստոսին, միմյանց անդամներ ենք։ Եվ ինչպես Սաղմոս 2-ն է ասում, նույնիսկ երբ բարկանաք չլինի թե մեղանչեք, եւ բարկացած չմնաք միջև երեկո, երբեք առիթ մի տվեք սատանային, ով գողությամբ էր ապրում, այլևս թող չգողանա, այլ վարժվի արդար վաստակով, ոչ միայն հացը շահելու, այլև բարի գործելու, օգնելու նրանց, որոնք կարիքի մեջ են։ Ոչ մի տգեղ խոսք թող չլինի ձեր բերանից։ Խոսեցեք միայն այն, ինչ որ պետք է, ինչ որ բարի է ուրիշների հավատն ամրապնդելու համար, որպեսզի լսողները լցվեն Աստծո շնորհքով։ Մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որ կնքվեցիք փրկության օրվան հասնելու համար։ Արմատախիլ արեք ձեզանից ամեն դառնություն, բարկություն ու զայրույթ, գորգորոց եւ հայեյություն, եւ այսպիսով կանխած կլինեք դրանց չար հետևանքները։ Միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղեք, ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսի միջոցով։ Փառք Տիրոջը, այո սիրելիներ, Աստված մեր հանդեպ բարի է եւ ուզում է, որ մենք փոխված կյանք ունենանք։ Արդյոք ես ու դու ուզում ենք։ Գիտեք, ուզենք, եթե չուզենք այսօր, մենք կանգնելու ենք մի օր Արարչի առաջ։ Մենք բոլորս այստեղ ներկա գտնվողները մի օր կանգնելու ենք Արարչի առաջ։ Եվ մենք պիտի պատասխան տանք, թե ինչու այս օրերը, որ մեզ շնորհված էր, մենք չօգտագործեցինք դեպի բարին, չօգտագործեցինք նրան ճանաչելու եւ մարդկանց բարիք անելու, այլ ապրեցինք մեզ համար, մեր շահի եւ մեր փառքի համար։ Խնդրեմ երկրպագությունը բարձրանա։ Ես մի բանաստեղծություն եմ ուզում կարդալ։ Շատ դուրս եկավ այս բանաստեղծությունը եւ վերնագիրը այսպես է. ես չեմ ուզում։ Բաներ կա, որ մենք ուզում ենք, բայց բաներ կա, որ մենք չենք ուզում։ Ես ում այսօր այս բանաստեղծության գրողը ասեմ ձեզ Էմմա Մովսիսյանն է։ Չեմ ճանաչում իրան, բայց Տերը օրհնի իրան, իսկ կարծում եմ, որ Աստծուց, Աստծո հոգուց է շարժված գրել այս բանաստեղծությունը։ Ես չեմ ուզում։ Իրականում ես չեմ ուզում, որ իմ լացը մեկ ուրիշին ցավ պատճառի, որ իմ հազը մեկ ուրիշին քնից հանի, որ իմ ցավը մեկ ուրիշի վերքը բացի ու չամոքի վիշտը նրա։ Իրականում ես չեմ ուզում ապրել այնպես, որ իմ կյանքի մեկ վայրկյանը իզուր անցնի, որ իմ զարդը մեկ ուրիշի աչքը ծակի, որ իմ վարդը մեկ ուրիշի մատը ծակի, որ իմ խոսքը գնա հեռուն, վերադառնա նորից իմ մոտ, առանց մի բան կատարելու։ Իրականում ես չեմ ուզում, որ իմ աչքը դեռ չտեսած պատից կախվի, եւ չտեսի պես իրեն պահի, որ իմ ձեռքը միշտ կարճանա մեկ ուրիշին օգնելու մեջ, որ իմ սիրտը միշտ ծանրանա, կարծրանա ու չուզենա սիրել մեկին կամ թե ներել։ Ես չեմ ուզում, որ իմ խինդը շատ-շատերի հոգին տանջի ու նախանձի առիթ դառնա, որ իմ հացը գայթակղության պատճառ լինի ու իմ ջուրը հոսի իզուր ու շատերին չհագեցնի։ Ես չեմ ուզում ու չեմ կարող ապրել այնպես, որ մարդկությունն ինձ տեսնելով Աստծուն մերժի ու իմ ապրած կյանքի համար Աստված ինքը միշտ ամաչի։ Ես չեմ ուզում լինել մի մարդ, ով քարկոծել միայն գիտի, ով դատում է ու բամբասում, սակայն երբեք չի հասկանում, որ ինչ անում, ինքն իրեն է միայն անում։ Ես չեմ ուզում, որ իմ հայելին միշտ ինձ խաբի, ճշմարտությունը թաքցնելով եւ ուրիշին նա պատկերի իմ փոխարեն եւ խոսքը միշտ ինձ է ուղված։ Ես չեմ ուզում, որ իմ մատը մեկ ուրիշի աչքը հանի, որ իմ ոտքը միշտ սայթակի ճշմարտության վեմի վրա, որ չլինի թե գլորվեմ ու ցած ընկնեմ ես մոլորված, ու ոչ մեկը չցանկանա ինձ ձեռ մեկնել, ու թե մեկնի ես էլ նրան ինձ հետ բեկեմ։ Ես չեմ ուզում, որ իմ ներսի ծնված մարդը պարտվի եսի իմ հին մարդուց,
Ես չեմ ուզում, որ տակավին մեղք ապրի իմ մեջ այնպես, կարծես խաչին ոչ ոք ոչինչ չի կատարել։ Կարծես Հիսուսն իր արյունով ինձ չի գնել հարուցանել։ Կարծես Հայրը իմ երկնային ինձ չի սիրել ու չի ներել։ Բայց ես գիտեմ ու լավ գիտեմ, որ ես այսպես էլ չեմ կարող ու չեմ ուզում կրկին ապրել, որտեվ ես այլևս չեմ ապրելու իմ հին կյանքով, այլ այն կյանքով իմ Հիսուսի, ով իր կյանքը չխնայեց ու իմ մարդուն իր հետ հանեց խաչին գամեց ու նորովի հարուցանեց, ինձ նոր մի կյանք պարգևելով եւ իր փառքն ինձ հաղորդելով։ Օրհնյալ լինի մեր Տեր, մեր Աստվածը։